Ararat Bank, աշխարհով մեկ քո Mastercard World Travel Card-ով։ Մենք պատուհանից նայում ենք, դու ուժարամ նայեք։ Չեմ ուզում տենամ։ Դե հանցագործության մասին եմ ուզում բացահայտեմ։ Ես արթնանում եմ այդ ձայներից։ 93 թվականին 1900 Պապան ջղայնացած այդքան ճանապարհ կտրել եկել որ պետքա ջղայնանա ինչ որ բան ասի մաման ֆորում ասում է դու եկել ես ինձ տեղ խայտարական ես մա ծաղիկնի չա Ռուսաստանից Արամը տեսնում եմ որ Աննա Ալեքսեևնան էլ է բայց դու շուտ Փոշմանն է էլի Սա պոպոզած է, երկի վերջը պոպոզած է, տենց երկել։ Չգիտեմ ինչի ես որոշեցի այդ օրը շատ լավ լակել։ Ես այնքան այդ բարի այդ բանի տակ փախկված մնացի մինչև ինքը դուրս եկավ բալկոն բացելով Հիմա տեսավ ասեց չասես հիմա դի ծաղում եմ ասի չէ ասելու եմ Ես կարծում եմ որ այս փակագիծը կարելի է Այդ բացել էքսկլյուզիվը մեզ մոտ Այո, այս էքսկլյուզիվը մենք այսօր տենց հրամցնում ենք ձեզ Քայլ առ քայլ դեպի հուսալի ապագա Step by Step Group Հունիսի 27-ին մեր շատ սիրելի, լուսավոր, տաղանդավոր, բարի եւ ամենահումորով Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 50 տարեկան եւ այսօր մենք որոշել ենք հենց այնպես հաղորդումը նվիրել նրա վառ հիշատակին ու հրավիրել ընկերներին, ընտանիքի անդամներին, աշակերտուհուն եւ պատմել լուսավոր պատմություններ մեր Թութուշի մասին։ Այսօր հենց այնպեսի հյուրերն են Թութուշի քույրը Կրիստինա Վարդանյանը, Ավետ Բարսեղյանը, էլ ինչ հենց այնպես առանց Ավետ Բարսեղյանի։ Ալլա Լևոնյանը, մտերիմ ընկերուհիներից մեկը, եւ մյուսը Զարուհի Բաբայանը, որդին Ռուբեն Ավոյան, Ռուբոշը մեր շատ սիրելի եւ աշակերտուհին Սոնա Ռուբենյանը, ով նույնպես պատիվ է ունեցել նաեւ շրջագայել եւ հյուրախաղեր ունենալ Վարդուհի Վարդանյանի հետ։ Այսօր այն ամենահետաքրքիր, էպիկ պատմությունները ես միշտ մտածում եմ, եթե Թութուշը լիներ առաջին հաղորդումներից մեկում հաստատ ես նրան կհրավիրեի, որովհետեւ մինչ այսօր իհարկե թատրոնի պատերի ներսում միշտ հնչում է նրա բարձր ծիծաղը, հա, վարակիչ ծիծաղը ու հումորը, երևի թե Թութուշը այն մարդկանցից էր, ումից շատ հումորներ սովորել ենք բոլորս, մեր սերունդի ներկայացուցիչները ու շատ կուզեինք գար ու պատմեր այդ պատմությունները, բայց այսօր եկեք հիշենք այն իրավիճակները, որոնցում հայտնվել եք միասին Թութուշի հետ։ Սկսենք մանկությունից, Կիտ։ Սկսենք մանկությունից։ Ես ձեզ նաև հյուրասիրեմ մեր գործընկեր Անդակո ընկերության զուեգ իտալական բնական հյութերը, որոնք չեն պարունակում շաքար։ Մենակ զուեգա խմում։ Այո, առանց գունային ջրից բացի միայն համային հավելումների են։ Վայելենք նաև հայկական արտադրության չոկոյան շոկոլադապատ ջրերը, որոնք շատ համեղ են, ընտրեք հայկականը, ընտրեք բնականը, բարձրացնում են, հա։ Այս տոփը կարող եմ ջրերի արտադրանք ունեն ինքը չի։ Եվ ձեզ հյուրասիրեմ, ընթացքում կարող եք հյուրասիրվել եւ այո, Մենակ մերն եմ ուտում, ուրիշ ոչ ոք։ Այո, իդեպ ձեր մարզից էլ են մրգեր բերում եւ ճիր պատրաստում։ Բերքաշատ մարզ է, Արարատյան մարզ է։ Տաղանդաշատ մարզ է, ինչպես տեսնում եք։ Շնորհակալություն։ Շատ լավ, դե Կրիստի։ Մանկությունից։ Միշտ բոլոր հարցազրույցներում դու նշում ես, որ շատ չարաճճի երեխա էր, այսինքն այդ չարաճճիությունը լավ առումով մանկուց էր գալիս։ Այո, շատ չարաճճի է։ Պատմի ինչեր էր անում։ Հաղորդումից առաջ անընդհատ ուզում էինք հիշենք ինչ-որ պատմություններ, բայց հասկանում եմ այնքան շատ է, որ չենք կարողանում հիշել։ Որի վրա կենտրոնանանք։ Ասեմ, որ հենց փոքրուց շատ էր սիրում երգել, շատ էր սիրում սովետական երգերը։ Մի ամբողջ 96 թերթանի տետր ուներ, որտեղ որ գրված էր ամբողջ այդ սովետական ֆիլմերի սաունդթրեքերը, ասենց ասեմ, հա։ Այդ էլեկտրոնիկի մեջից, բրոնզովая птица, New Love Mstitel, ու ինքը ամեն օր այդ իր տետերը բացում էր։ Մի հատ
սաներ էր վերցնում, ու այդ ամբողջ երկացանկի վրայով անցնում էր։ Այս դա մենակ մանկությանը չի վերաբերում, որովհետև հետո էլ էր այդ սաներով երկու։ Այդ սաներով հայ երկում Բայց ոչ այդ երկերը։ Եվ Երկեր։ կարծում եմ հենց այդ երկերը հիմք հանդիսացան, որ հետագայում նա շարունակեց այդ ուղին։ Ամենասիրելի երգչուհին ես հիշում եմ, որտեվ միշտ ասում էր Whitney Houston-ն է, Դա արդեն մեծ Բա սովետից է հասակում, Whitney-ն։ հա, դա Սովետական դարաշրջանից Whitney-ն էր Whitney, երբ որ ֆիլմը դուրս եկավ, հա, Տիլախրանիցելը առաջին անգամ Միացյալ Նահանգներում, մեր շատ մտերիմ պապայիս ընկերներից Ժակ Նիկոլաևիչը վերադարձավ Միացյալ Նահանգներից ու ասեց այնտեղ ֆիլմա դուրս եկե Whitney Houston-ն է երգում, դու այդ երգը պիտի երգես։ Դե երևի մեկ ամսվա մեջ ճարեցինք ձայնագրությունը, բաբինայի վրա մինուսը, այն ժամանակ $100 Այդ այսօրվա մոտ $5,000։ մոտավորապես 90 երևի 2-3 թվականներ։ Ես ասեմ ավելի, երբ որ ֆիլմը դուրս էր եկել եւ ինքը արդեն ոնց որ սովորում էր եւ ուզում էր երգել այդ երգը, մենք գնացել ենք Նայիրի կինոթատրոն եւ բոլորս միասին այդ ֆիլմը նայել ենք մեծ էկրաններին։ $100 բաբինայի վրա։ Բայց պահել եք։ Հա։ Ձայնագրությունը կա։ Պլյուսը չի, չէ, մինուսը։ Ձայնագրությունը ինքը այստեղ հետո կենթանի երգել է երգի թատրոնում։ Ես Թութուշին առաջին անգամ հանդիպել եմ 93 թվականին 1900 Լավ նշում եմ, որ 1800-ականներին մենք շատ հին ենք երբ որ արձական ստուդիայից Արթուր Գրիգորիչը ընտրել էր ինձ եւ կամերային թատրոնում մեր առաջին ելույթներ այդ ժամանակ Թութուշներ Ասուպ մրցանակաբաշխություններ։ Ես էի Թութուշներ, ես օտարական Թութուշը Whitney Houston, մի հատ Լիլիթ կար, այդ աղջիկը հիմա Ամերիկանում է, մեկ էլ Արման Էլբերտը։ Այդ ժամանակ եմ առաջին անգամ լսել ու հասկացել եմ, որ ինձ շատ հաճելի, բայց դժվար փորձություն ու ճանապարհ է պետք անցնել նման երգչուհու կողքին, էլի։ Իմ առաջին հանդիպումը դա է եղել, շատ տպավորված եմ եղել, մինչև հիմա խոսում եմ իր ժպիտն աչքիս առաջ։ Մեկը ինչից էլ խոսենք, իր ընդհանուր կերպարը, պատկերը, այն որ նա, գիտես, մինչև աշխարհի ծայրը կգնա իր հետը, չէ իր հոգնի։ Ու կարևոր չի հետինը ընկերներից երգիչ էր, երգչուհի էր, ինքը իսկական ճանապարհի ընկեր էր ու իրականում շատ բաներ կա պատմելու, բայց ես չեմ համարձակվում, որտեղ դրանք եթերային չեն, հիմա մտածում ես ինչ հիշեմ, պատմեմ, որ ճիշտ լինի։ Դե լավ, մինչ դուք մտածես, ինձ թվում է Զարան հիշել է, որովհետև մինչ երգի պետական թատրոն դուք միասին նաև երգել եք Նաիրա Գյուրջինյանի մոտ։ Չէ, իրականում մի քիչ ավելի հետ գնամ այդ ճանապարհը սկսվել ավելի վաղ, որովհետև մենք 4-րդ դասարանում էինք, երբ Պուշկինի անվան դպրոցում հայտարարվեց մրցույթ եւ ստեղծվում էր երգչախումբ, ընդունելություն կար եւ մենք գնացել ենք։ Իդեպ Կրիստինան խոսեց այդ երգերի մասին, այդ մրցույթի ժամանակ բոլորը երգում էին մի հատ երգ կար, երևի այդ ժամանակ ուղղակի допроцում էին Երկացանկի մեջ էր։ Коричневая пуговка валялась на дорожке, никто ее не трогал. Коричневой пылиной мимо по дорожке прошли босые ноги. Босые загорелые протопали, прошли. Դու էլ ես երգում կիտոբը զնունուխը։ Այո, Ինոն էլ էր երգում։ չէ, ինոն հետ շատ հետո։ Բայց երգել են էլի քույրիկները, հա։ Եվ մենք ընդունվեցինք այդ երգչախումբ եւ մեր ճանապարհը մենք սովորում ենք զուգահեռ դասարաններում, բայց որպես այդպեսին մեր ճանապարհը երկարվեստում եւ մեր ընկերությունը սկսվեց հենց այդ տարիներից, այսինքն 4-րդ դասարանից եւ իհարկե մի կյանք դեպքեր, իրադարձություններ, ինչպես ես սիրում եմ ասել, այդ տարիներից սկսած մենք մեծացել ենք միասին, ձևավորվել ենք միասին, սիրահարվել ենք, ամուսնացել ենք, բաժանվել ենք, տխրել ենք միասին, ամեն ինչ միասին։ Եվ իսկապես պատմությունները շատ են եւ զավեշտն այն էր, որ ինչպես Կրիստինան նշեց, ինքը շատ չարաճճի է իսկապես եղել եւ մենք Իբր դու չէ։ Դե հիմա ես խոսում եմ Ձեր չարաճճիություններից պատմի։ Մեր
ճիություններից։ Վերջը, ամեն անգամ, երբ որ մենք հայտնվում էինք դրսում, այդ նշանակում էր ինչ-որ մի բան պիտի կատարվի, եւ մենք չգիտես ինչի այդ տարիքում շատ ըմբոստ էինք եւ չէինք սիրում տղաներին։ Ոչ թե չէինք սիրում տղաներին, մենք սիրում էինք ուղակի իրենց հետ ընկերություն անել եւ չէինք սիրում, որ իրենք լինեն մեր միջավայրում, մեր շրջապատում։ Եվ մենք ամեն առիթ օգտագործում էինք, որպեսզի տղաներին, չգիտեմ, մի բան անեինք եւ գիշես գիծ եւ բանը վերևից տանիքից տոպրակների մեջ ջրեր էինք լցնում, գցում էինք այնտեղից, ձու էինք նետում, խնձոր, մեկ-մեկ երբեմն տղաները չէ, միայն անցորդներն էլ էին տուժում դրանից եւ մենք երբ երգչախմբում էինք Կրիստինան էլ մեզ հետ, մենք շատ այնց ամուր ընկերություն ունեինք մինչ օրս եւ երբ որ հանկարծ ինչ-որ մեկը փորձում էր ինչ-որ մի աղջիկա հանդեպ ավելորդ հետաքրքրություն այսպես հայտնել, մենք բոլորս ըմբոստանում էինք եւ երևի թե այդ ժամանակ ավելի դժվար էր անցնել մեր ընկերուհիների լեվելը, այո, դրակոնի լեվելը, ընկերուհիների լեվելը, քան երևի ծնողներին, եւ մենք ամեն կերպ փորձում էինք այդ տղաներին բացատրել, որ ճիշտ աղջիկ չեք ընտրել, այս խմբից աղջիկ պետք չի հավանել, որովհետև եթե մեկին հավանում եք, մյուսները կանգնած են սենց պատնեշի պես եւ միշտ կամ ձնագնդիկներ ծեծում էինք, կամ հեծանիվների մեջ փայտեր էինք, անիվների մեջ փայտ էինք մտցնում, որպեսզի այտենց վնասեինք տղաներին եւ ոչ մի տենց ծանոթություն առհասարակ ոչ մի օր եթե մենք միասին դուրսնեինք չէր անցնում առանց այդպիսի միջադեպի որտեղ մենք հավաքվում էինք միտեղ բոլորս միասին գնում էինք երկի պարապմունքի դուք ամեն ինչ անում եք որ ձեզ չհավանեն բայց միևնույն է շարունակում էին հավանել շանկերը պատմի Ну, это իհարկե մանկությունը չէր, այդ մի քիչ ավելի այսպեսի ուշ ժամանակաշրջան էր, բայց դա շատ ծիծաղելի էր, ինչից սկսվեց այդ ամեն ինչը, Միացյալ Նահանգներում հյուրախաղերի էինք, իսկ Թութուշը ուներ շուն, կոկեր սպանիել, ինչ էր անունը, Բիլի, հա, եւ մի ժամանակահատված իր կյանքում սենց կանգնել էր, կար կյանք ու կար Բիլի իր մոտ Ինչ խոսում էիր Բիլի, ինչ առնում էիր Բիլի, ինչ նայում էիր Բիլի, այս հենց էր իր մոտ։ Միացյալ Նահանգներում մենք սենց ինչ-որ գնանք մի հատ մեզ սիրուն բան առնենք, ինչ-որ սենց մի բան անենք, ինքը ուր մտնում էր, ասում էր ես Բիլիի համար առնեմ ես շորը, ես Բիլիի համար առնեմ ես ոսկորը, հետո առնեմ ես կոնֆետը, հետո առնեմ ես պեչենին։ Ու այս սենց այն որ սենց բոլորս լավ թութ հասկացանք, հերիքա, մի հատ ճամպրուկ, ամբողջը Բիլի։ Բայց կապ չունի, մենք եք վերադարձանք Հայաստան մի ճամպրուկ Բիլիի համար ուտելիքներով եւ հաջորդ օրը սենց դուրս ենք գալիս Թութուշը չգիտեմ, ճիշտն ասած այդ պահը չեմ հիշում, ինչի համար էր իջացրել իր հետ։ Մենք եկանք ու տիկնիկայինի դիմաց կանգնած էին տղաները, թաղի տղաները։ Այն որ սենց սպասում են մենք երբ եք դուրս գալու։ Մեկ էլ վայ երեխեք, էդ ինչ է, ու սենց ոնց որ ձնգ Ինչա, շուշուտ տուփը բացվում է, որ չերևա, որ շանկեր է, ասում եք երեխեք, Միացյալ Նահանգներից եք, հա, 92 թիվ, երեխեք Միացյալ Նահանգներից ենք վերադարձել համով խաղցրավերիք, այ տղաները, այ ինչ լավ է, սենց բաժանեցինք։ Կարծեմ հենց այդ նպատակով էլ իջացրել էինք, որ ասենք, որ չեմ հիշում, թե տենց Դուրներ եկա։ Կազմակերպված Ուրեմն տվեցինք տղաներին ու սպասում ենք, բան չենք ասում, սպասում ենք, որ փորձեն։ Հա, բան հյուրասիրվեք, տղաները վերցրեցին։ Կերան սենց երեխեք, ես ինչ էլ համով ու էլի ձեն չենք հանում, սպասում ենք, որ վերջացնեն։ Վերջացրեցին, կերան Սենց, երեխեք ապրեք, ես ինչ համով էր բան ու սենց տուփը հանում եք, երեխեք ջան, այս շան համար էինք վերել, շանն էլ ադուրեք, Նեղացան։ Իհարկե, ձեր բերեցինք էլի Վերջապես նեղացան։ Վերջապես նեղացան։ Ավարտեցիր Զար։ Հա, ալջա։ Բայց հիշում եմ միասին էինք, որ ինչ առնում էր Ռուբոշին, ինքը երբեք չէր տարանջատում գիտ Բիլից հետո անցավ հայկը նոր էր ծնվել վայ անընդհատ ինքը ուշքում միտքը տղաներն էին տենց նվիրված տենց ինքը ամեն ինչ հասցնում էր ինքը
բոլորի համար էր ամեն ինչ հասցնում, էլի։ Բայց ո՞նց քեզ ընդունեցին։ Արդեն ձևավորված պինդ ընկերություն։ Ման ջան։ Այդ հարցը դու չպետք է ստեղ տայես։ Չէ, մի րոպե, ես այն Հաշվի առնելով դեպություններ կա։ Մենք միաժամանակ գրեթե ես եկա դուք նոր էիք, չէ՞ Զարա եկել երկի թատրոն։ Ահա, ես մի քիչ շուտ Հետո ավելի։ այնպես էր ստացվում, որ Արտուր Գրիգորյանը մեր ոճերը տարբեր էր, Վարդուհունը լրիվ ուրիշ էր, Զարային ուրիշ էր, ու մենք չունեինք խնդիր իրար հետ եւ մարդկային։ Չէ, հակառակը մենք շատ արագ ենք միշտ Զար ու միշտ նպատակ էր ունեինք բոլորս էլ եւ Արտուր Գրիգորյանը դնել երեքիս համերգը տարբեր ուղություններով, ասենք իմը հայկականը, քոնը ջազը, Թութուշինը սոուլ, պոպ, բան։ Ու Քան բաներ, ախր ոնց պատմեմ։ Ամենայն դեպս ձևավորված իրեք գլխանի դրակոնը։ Բայց տունավոր չէին։ Թատրոնում ես իմ բարագային։ Ես հոգիտեմ։ Ես հոգիտեմ։ Տեսել է։ Դա երեք գլխանի նորմալ թութուշ, զառա, ալա, այդ ձևավորված։ Ոնց էր ասում օցետաների, Անակոնդա, գյուզա, բան էտը, կոբրա։ Բայց ով էր, որ ես տենց էլ չիմացա։ Դու ամենաբարի ես։ Դու ամենաբարի ես, անունդ մի։ Հիշում եք այդ ներկայացումները, բայց ես չէի սիրում այդ ներկայացումները, սպասում էի երեկոյան 6-ի համերգին։ Բայց ես շատ էի սիրում։ Զարա, ուրեմն հերիք չի ամեն անգամ մի բա իսկ մին եմ, ես դինամիկ դրա համար էի սիրում։ Դրա համար կսիրես, բա ինչ կանես։ Գրիմանոցում խաղացած ենք։ Ուրեմն 12-ին, 2-ին, 4-ին այդ սեանսներն էր, 6-ին համերգ էր։ Չես կարող ինքը նայում է, ամենտեղ կամերա կա, ժպիտա, ունքը սաղբի տեղը լինի։ Այն որ արանքում սովածանում էինք, տղաներին Անդրեին որ ուղարկեցինք այն մի հատ դրսում ինչ էր, բուտկա էր փոքր, որ հաց առավ, այդ հացը չոր էր։ Արագ կերա ծնոտես դուրս ընկավ։ Հիմա պետք է գամ խաղամ։ Իսկ ես մինեմ։ Հիմա իստից դուրս գալով խաղում եմ դե մերելա թութուշողը գիտի։ Ինքը ինչ էր խաղում։ Մայրիկներ, Սապարանը հայրիկներ, հա։ Ու ինքը որ մայրիկներ խաղում, սենց փորփորիկներով սենց շորիկով էր վարդագույն։ Բանով սպիտակ սենց գլխարկով։ Իսկ մենք ունեինք մեր կազմի մեջ արտիստներ, ովքեր այդքան էլ պլաստիկ չէին եւ դրա պատճառով ստացան անուն հավեր Զարայի կողմից։ Չէ, տարբեր եւ մի անգամ ուրեմն աստիճանները Վարդուհին պիտի սենց շատ սիրուն երգելով այդ աստիճաններով իջնի, իդեպ Վարդուհին երևի թե եթե չեմ սխալվում նաեւ Շուշանն է, իրանք ռեկորդակիր են բեմում ինչ որ չես հիշում Ամերիկայում բեմում ինչ բաներ ելում Թութուշը պիտի շատ երգելով, երգը չեմ հիշում որն էր, սենց շատ զգուշ, սենց սիրուն ինքը մայրիկն անոտաների, սենց պիտի իջնի ես աստիճաններով, տղաներից մեկը սենց կանգնել է շորին, բայց ոգևորված է ինքը, որտև դերի մեջ է սենց, այս Թութուշը սենց երգելով իջնում է, ու սենց ամեն իջնելուց շորը բռնել է, չէ, սենց չի կարողանում ամբողջ բոյով կանգնի, էլի, Սենց իջնում է, ինքը զգում է, որ բռնել է, ու բուտի կամաց-կամաց իջնում սենց, չոք մենք ես ես նայում ենք, չուզում ենք հասկանալ ինչ անում Թութուշը, ես կամաց-կամաց, ինչով արդեն կիսա պոպոզած է, երկի վերջը պոպոզած է, տենց երկի, միջև հասկացել մեկին ասին, կաժի ոտը, նոր ինքը սենց շատ սենց սիրուն, այդքան էլ պլաստիկան իրա համար չէր, բայց ինքը սենց շատ սենց իրա դերի մեջ, Սիրելիս, բայց միթե սա մեղեդի է, սա կոկոֆոնիա է։ Մադամ, երաժշտությունը պետք է ներդաշնակ լինի, ապա լսեք։ Հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Արարատ բանկը, որը ներկայացնում է Mastercard World Travel Card-ը։ Տարեկան 6 մուտքի հնարավորություն launch-ի, ձեր, ինչպես նաև ձեզ հետ ճամփորդողների համար։ Տարեկան 6 fast track ծառայության հնարավորություն։ Ապահովագրություն, որի ծածկույթը ներառում է շտապ օգնություն, թռիչքի ուշացում կամ չեղարկում, ուղեբեռի կորուստ կամ ուշացում, դրամական միջոցների կորուստ, փաստաթղթերի փոխարինում եւ այլն։ Ճանապարհորդեք աշխարհով մեկ Արարատ բանկի Mastercard World Travel Card-ով եւ հավաքեք նոր հիշողություններ հենց այնպես։
հիշում ես։ Դու ժողովները Արտուր Գրիգորիչի Հա, ոչ չեմ հիշում։ Այդ մոռանալ կլինի։ Ուղղակի մենք հիմա ստացվեց շատ ենք խոսում, թողնենք մյուսներն են խոսեն, այդ վերջում կպատմենք մի հատ։ Ավետ խոսքը փոխանցենք քեզ։ Եվ այլոքի մեջ ես ռուբոշնու։ Ճիշտ ժամանակագրությամբ գանք, հա։ Իհարկե։ Չէ, դե մենք չենք էլ համեմատվի։ Դե ես բարի եմ, տես թողեցի, որ Այս Զարան անընդհատ ուզում է ինքը պատմի, չէ՞։ Ես բարի է։ հա։ Քթիկ ջան, ծնունդդ շնորհավոր, Սիրուն ջան։ Շատ կենթանի ես դու ու շատ ողջ ես մեր բոլորիս հիշողությունների մեջ։ Իհարկե այն ինչ դու արեցիր մեզ հետ, այդ աններել էր, որովհետև ինձ թվում է մեր փսիխիկան այդ առաջի մեր շրջապատի կորուստներ բոլորիս ու այդ տարիքում, այդ տրագեդիայի ձևով ու այն որ առանց այդ կտցրած էինք սաղստուտ ջաներ, որ դու քո հեռանալով արեցիր, իհարկե ավելի խորացրեց բոլորիս մեջ, բայց բոլորիս մեջ այնքան մնացիր քո լույսով Վարդուհի Վարդանյան քո անունով, քո երգերով, որոնք շուտով այդ երգերը էլի հնչելու են շատ մեծ համերգային ծրագրում նվիրված Վարդուհի Վարդանյանի հիշատակին եւ մահվան Աստված իմ 20 տարվան արդեն։ Թութուշի հետ ծնունդի հետ կապած, քանի որ ծնունդի առումով ենք հավաքված, ես հիշում եմ իմ առաջի իսկ իմ ուղեղը պարբերաբար գնում գալիս է, ես ես շատ խմող մարդ չեմ, Թութուշի ծնունդներից մեկում հայտնվել եմ ես եւ ամբողջ հեքիաթային անձնակազմը, Հայկոն, Զարան, Ալլան, բնականաբար տան անդամները, Ռուբոշը փոքր է, չգիտեմ ինչի ես որոշեցի այդ օրը շատ լավ լակել։ Շատ հավեսով լակել։ Եվ այդ օրը այո, եւ հենց այդ մեկը ես էի, որ Թութիկի ծնունդին, այդ ինչի տենց գյորմամիշի պես ես ջահել եք Հենց ուրախացել որ Թութուշը ծնվել է։ Այդ մոտքանց մի Սուսեք, խավորը խոսում է, Սուսեք Հայկոնը խոսում է։ Այլանդակ ծնված Ուսեցին կրիվերան, շատ լավ եմ հիշում, այդ այլանդակ պահվածքը։ Բնականաբար Թութուշից բոլոր երգերը ես գրում էի բնականաբար հենց այնպես, բայց մի օր որոշեցի, որ $50 պետք է այդ երգը գրեմ ու ինքը ինձ պարտ կա։ Թութիկը դրա համար որտեղ որ հանդիպում ենք հերվից հեռու, էլի պիսկլավի իր ծնունդից էր։ Թութը! Ինչ տես բանն էի ցույց տալիս, ինքը քանդվում էր իր շատ վարակիչ ու շատ ժիվոյ ծիծաղով Թութիկի միլիոն հատ շատ դեպքեր հենց կենտրոնացված չենք կարող հիշել իհարկե, բայց մի անգամ Արտուր Գրիգորյանի սենյակի բանալիները հանցագործության մասին եմ ուզում բացահայտեմ, քանի որ մենք միշտ սոված էինք, իսկ Գրիգորիչը ուներ միշտ սոված մանուկներ։ Սոված մանուկ, մի խումբ սոված մանուկներ էինք։ Վայրան միշտ հիշում է, ասում է դուք միշտ սոված էիք, ասում Որտեղ ժամանակությունից էինք աշխատ ամբողջ օրը ներկայացումներ, համերգներ, այդ իսկ Գրիգորիչի խալադիլնիկում միշտ սառնարանում կար ուտելիք, որ ինքը չէր ուտում, մնում էր։ Թութուշի սարքեցինք հանցագից, վերցրեցինք բանալիները, բացեցինք, ինքը մեր հետ կերանք, ինքը թռավ, մենք մնացինք այդ բանում հիմա մանթոյից, արդեն ասած գնացած է, ես Հասիկոն, Մարտայի մաման լուսոն ու Միլենը Մելիքյան։ Մանթոյից, որ արդեն կերել ենք ինչ անենք, Արտուր Գրիգորյանից սենց արեք, Արտուր Գրիգորյանը, շատ լուրջ 4 հոգի մարդ, Թութուշ դավաճան, ինքը եկա պրիջոբ սնվեց, գնաց, բայց մենք մնացինք Գրիգորիչը։ Ավինք ուղղակի դի առաջին անգամ չէր։ Ինքը առաջին հավատի սովորական։ Բայց նման իրավիճակում հայտնվել ես նաև դու։ Ես Ամերիկայի Միացյալ Նահանգներում ենք հյուրախաղեր ու դա իմ կյանքի առաջին հյուրախաղերն էր։ Քանի տարեկան էիր։ 9 տարեկան էի, Արտուր Գրիգորյանի Սերունդներ մյուզիկլն էր։ Ու ծնողներս բնականաբար այնտեղ, քանի որ Արտուր Գրիգորյան
Վարդուհի Վարդանյան ինձ թողեցին ու այդ տարիքում ես օվկիանոսը կտրեցի 4 չէ՞ սա։ 9 4-ից եկել ես Թութուշի մոտ։ Նախ սկսեմ նրանից, որ իմ երգչուհի դառնալու ճանապարհի ամենամեծ ու ամենաառաջին հիմնակարը Վարդուհի Վարդանյանն է դրել, որովհետև ծնողներս այս պատմությունը շատ եմ պատմել, բայց այսօր չեմ կարող չպատմել։ Գովազդը տեսնում են ընդունելության ու բերում են ինձ ընդունելու։ 5 տարեկանում ընդունելությունը 7 տարեկանից է։ Բերում են միջանցքում կանգնած, ասում են, չէ, 7 տարեկանից է, էլի գնացեք 2 տարուց կգաք, չեն հանձնվում։ Կանգնում այնքան են սպասում, ցույց անցնում է, ասում են Վարդուհի ջան, մամաս ասում է, մի հատ որ խնդրեմ երեխուն կլսեք, ասում է, հա, հեսա կլսեմ, ու ասում են, դե երգում եմ, երբ որ բաց Կիլիկյան եմ երգում, ու միշտ երգում էր հետո այդ երգը։ Անունս գրում է 7 տարեկանի ցուցակում։ Արթուր Գրիգորյանի երգի ակադեմիան բացում է իր դռները նոր ուսումնական տարվա դիմաց։ Նրանք բոլորն ավարտել են Արթուր Գրիգորյանի երգի ակադեմիան եւ կրում են իրենց վրա մաեստրոյի անջնջելի ստորագրությունը։ 5 տարեկանից սկսած փոփ եւ ժող վոկալի բաժիններ, լեգենդար կոմպոզիտորի կրթական ծրագիր եւ ավանդույթներ, 26 տարվա փորձ ու նոր մոտեցումներ, համերգներ, փառատոներ, մյուզիքլներ, ներկայացումներ, նկարահանումներ եւ ձայնագրություններ։ Այս հնարավորությունը բաց թողնել չի կարելի։ Դռներ դեպի ճաշակով արվեստ։ Ու ես այդպես ընդունվում եմ Երգի պետական թատրոն, իր դասարան եւ սիրահարվում եմ, թե որպես մարդ, թե որպես երգչուհի, հետո Մարինա իմ ընկերուհի ու ով էլի Ես պետք է գտնեմ ձեր ավարտական համերգից քո ու Մարի շնիկը, որ երգում եք։ Ես բոլոր մոլորը, հա։ Ես ֆոտոները ունեմ, որ ես Վարդուհին համերգ ենք տալիս, մեր համերգն է, եւ Սոնան ու Մարին մեզ հետ միասին մենք երկուսով իրանք մենք խառնաշփոթ էինք երգում, դուք հենց այնպես է, հա, հենց այնպես էինք երգում, բայց հենց այնպես երգել կա։ Ամանորյա ֆոտոները տենց ունեմ։ ու ամեն օր հենց այնպես ծրագիր էլ կա։ Հիմա կպատմեմ այդ։ Չէ, ծրագրի մասին խոսել ենք, բոլորը գիտեն, որ այդ հաղորդումը կար, հենց այնպես, բայց ես ունեմ, պետք է գտնեմ արխիվից ձեր սերունդը, որ երգում է հենց այնպեսի շապկաները։ Հենց այնպես, 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 Իրիկնայի հենց այնպես Հենց այնպես լեյթ շոուն է ազգային հեռուստատեսության եթերում։ Հիշում եք, որ Արթուր Գրիգորյանը Սևանում էր։ Համերգների ժամանակ Արթուր Գրիգորյանը մոտենում էր եւ խոսացնում էր, չէ, հանդիսատեսին ու Թութուշի այդ համարցակ վիճակը էլ ինքը շատ տենց կայացած էր ներսով, որտեղ շատ ազատ էր եւ ինքը չուներ խնդիր։ Համերգի ընթացքում ասեց. «Մի րոպե, Արթուր Գրիգորիչ, բոլորը զարմացած, դե ով կարող էր տենց խոսել էլ իր այդ», ասեց. Ես չեմ հասկանում, իմ ու իր համերգներ թատրոնում, ասեց, ես չեմ հասկանում, ինչի՞ պիտի սենց լինի, ասեց, ինչը Թութուշ ջան, ասեց, այս ալան ինձնից մի տարի շուտ է ծնվել, մի օր շուտ է ծնվել, էդ էլ հերիք չի, դե իմը 26-ին է, իրանը 20, էդ էլ հերիք չի, ասում է, արտնացա տեսնեմ հոյնարը արդեն ինքն է շուտ գրել է, շատ լավ պատմություն, անարդար ասում։ Հա, ու այդ հյուրախաղերի ժամանակ չէր թողնում, որ ես ուշ ժամերի ուտեի, քանի որ սենց առանձին սենյակներ չէր, մի ամբողջ տան նման էր, բայց հյուրանոց էր, ու ինքը մի սենյակ ուներ, ես, Մարտան, Միլենան, Էման, Ասատրան մի սենյակում էինք։ Ու խոհանոցը ընդհանուր էր, չէր թողում դե ուշ ժամերի ուտեի։ Հիմա մաման ոչ չի թողի, տենց չէր թողում։ Ուրեմն մի օր Վարդուհի Ռուբենովնան սենյակում չի ու ես որոշում եմ, որ պետքա գնամ հաց ուտեմ։ Սիրուն դասավորում եմ հացը, պանիրը դնում եմ այդ միկրոալիքայի վառարանի մեջ ու սպասում եմ, որ ծնգա վերցնեմ, արագ փախնեմ սենյակ, մեկ էլ մտնում է։ Ես այնքան այդ բարի այդ բանի տակ փախկված մնացի։ Մինչև ինքը դուրս եկավ բալկոն մատելով ու չորացած հաց ու պաներ։ Զանգում էր մամայիս, ասում էր, աղջիկդ գիշերվա ժամերին հաց ա ուտում։ Հետո դրանից հետո մի օր ասել էր, որ ինձ չսպասեք, չեմ գալու, տեսահոլովակի նկարահանում ուներ ու էսքիզներն էին նկարում։ Էսքիզների տեսահոլովակը, եթե հիշում եք, ինքը շատ հետաքրքիր դիմահարդարմամբ է, ու բոլորս քնած ենք, ոչ մեկ չի սպասում, բայց երեխեքը ես լսել եմ այս պատմությունը։ Միկրովարարանի մոտ եմ։ Ես դեռ
Վարդի Ռուբենովնան մտնում է սենյակ ու բոլորը չգիտեն ով է, վախենում են եւ այլն, արդեն Արտուր Գրիգորյչի սենյակն էլ ու մյուս երգիչների վերևի հարկում էր, արդեն ուզում են զանգեն, բան չգիտեմ, խառը վիճակ, հետո մթության մեջ Վարդի Վարդանյան դուրը բացում են գրիմով բոլորը շոկահարվում են ու ես հիշում եմ ու պատմում են ես արթնանում եմ այդ ձայներից Ղժում եմ ու ուղղակի Որովհետև քուն ավելի կարևոր է իսկ իմ այդ ամբողջ կյանքում կռունկ փառատոնին նկարներ կտամ, որ ինքը ինչ զգեստ հագնում էր, ես մամային, տատիկին խնդրում էի, որ այդ նույն զգեստից իմ համար էլ կարեին, որ ես էլ հագնեի։ Այն կապույտ սիրուն զգեստից էլ ունեիր, չէ՞։ Կապույտից էլ ունեի օղակով զգեստես հատվածը բաց, թևերին ունեի կապույտի սպիտակը թևերին, որ նույն ձեռնոցներով ունեի դրա սպիտակը փայլուն, ու ինքը իմ համար Իսկ մեր վերջին հանդիպումը Արման Աղաջանյանի CD շնորհանդեսն էր, որ ես գիտեի, որ ինքը գնալու է ու գնացի ինքը շատ ուշացավ, շնորհանդեսը վերջացել էր արդեն, բայց ես բավարանի հետ կանգնած վերջացավ, եկավ, սպասեցի, եկավ, ինքն էլ տվեցի, ստորագրեց, փաթաթվեցի պինդ ու մամային չէի թողնում, որ այդ իմ վերնաշապիկը լվանար, որովհետև օծանելիքի հոտը նենց անուշ էր ու նենց լավ էր կպել իմ զգեստին, որ ու անընդհատ գնում էի հոտոտում էի։ Ռուբ, ես ամենաշատը կարոտել եմ պապայի հոտը։ Ինձ որ ասում են, որ տեսնեիր, ինչ կասեիր կամ ինչ հարց կտայր, ասում չէ, ուղղակի կգրկեի ու հոտը տպավորվել է քո հիշողության մեջ։ Ոնց, դե չես կարող նկարագրես, բայց նա տպավորվել է։ Դե խոսքը տալիս եմ քեզ հիշի։ Ման, ես տպուճուր եմ եղել, շատ պատմություններ հենց անձամբ իմ հետ կապված մի քիչ կդժվարանամ հիշել։ Բայց լսել ես 20 տարվա մեջ։ Լսել եմ, կարամ պատմեմ։ Այնքան բան եմ լսել, բայց ամեն ինչ պատմի, Ռոբ, ամեն ինչ պատմի։ Ուրեմն 95-96 թվականներն է, Արցախյան պատերազմը նոր ավերջացել, այնտեղ դեռ տենց խաղաղ վիճակ չի ու Երգիպետական թատրոնի հետ պետք է մաման գնա այնտեղ համերգի։ Այդ ժամանակ պապան Մոսկվայում էր, իր գործընտեղ էր, իմանում որ պետք է գնա համերգի, զանգում մամային, ասում չի թողում որ գնա, ջղայնանում, ասում այնտեղ հիմա վտանգավոր վիճակ է, մի խոսքով դե մաման շատ նեղվում է, չի շատ ծանր է տանում այդ փաստը, ու պապան զանգում է Հովոյին, հորեղբորս Լուսահոգի, խնդրում է, ասում է հիմա գնա աներոջս տես, իրան էլ անպայման կհամոզես, որ հանգարց չթողի գնա, մի խոսքով Հովոն գնում է, պապիկից տենում է, խոսում են իրար հետ, մինչև գիշերը ժամը 12-ը նստում է, որ տենց վստահ լինի, որ չի գնալու ու դուրս է գալիս։ Որ դուրս է գալիս, մաման դե շատ ծանր է տարել այդ փաստը, սկսում է լացել։ Որ լացում է պապիկիս մաման Վարդուին, դե տարիքով ամենամեծն է, ասում է Տուտուս ջան, ես էստան մեծն եմ, իմ խոսքն ասնում, Արամն էլ էստան փեսայ չի։ Չի պետք է որոշի դու գնաս չէ։ Եթե ուզում ես, դա ամուսնացած չեն, այդ նշանված էլ չեն։ Մի խոսքով, մաման առավոտ Արտում Երգիպետականի հետ գնում է Արցախ։ Ու պապան Մոսկվայում զարմանա, եթե մաման չգնա։ Հնարավոր չէ։ Ու դե Մոսկվայում պապան իմանում է, որ գնացել է, մի անգամից զանգում է Հովոյին, Հով ոչմ շուտ գնա հասի այնտեղ, ես հեսա Տոմս եմ առնում թռնեմ գամ, շուտ Տոմսը առնում է, թռնում է, գալիս է Երևան, ու ուզում է վերտալյոտ վարձի, որ շուտ գնա այնտեղ հասնի այդ կարգինքը վախենում է, որ այնտեղ վտանգավոր է, բայց չի ստացվում լյոտնի պայմանները չի բանանում։ Մի խոսքով մեքենա նստում, գնում հասնում է Արցախ ու դե որ ճանապարհից եկել է ինքնաթիռով այդքան քշել է, դե հոգնած է լինում ու պարկում քնում է։ Հասնում է չգնա։ Շատ անհանգիստներ է։ Պարկում քնում է։ Որը հասել է։ Հասել է իր ասիրած։ Գնացած է։ Բայց դա շատ տիպիկ, լրիվ արամն է, էլի։ Շուխուրը քցի։ Կարևորը տեսել է խաղաղ ամեն ինչ գնելը։ Պարկում քնում է։ Մի քանի ժամ հանգստանում է ու դե գնում է արդեն համար հյուրանոց, տուրը ծեծում է։ Բայց գիտես ոնց է ծեծում, մենք զայնը լսել ենք։ Վերջը կարաս դու պատմես։ Չէ, դու պատմի։ Տուրը ծեծում է, դե Շուշան Պետրոսյանն է դուրը բացում, ասում է թութ
Արամը եկել է, դե գալիս է պատկերացրեք, ասենք papan ջղայնացած այդքան ճանապարհ կտրել եկել է որ պետք է ջղայնանա, ինչ որ բան ասի, մաման ֆորում ասում է դու եկել ես ինձ տեղ խայտարական ես, մա ծաղիկն ինչ ա ռուսաստան եկել ես։ Ռոմանտիկ է։ Այդ ո՞տ մի անգամից արդեն ջղայնություն Հա, բայց թողել է։ երկրորդ պահից մենք հասանք բոլորս ձայներից դուրսական ոնց են իրար գրկել երկուսով, արդեն այդ տահաճ խոսակցություններից է։ Իրանց Արամի հետի հարաբերություններն էլ են շատ։ Իդեպ Արամը Մոսկվայից մի բան է կարամ պատմել։ Մեկ չէ, դու անընդհատ պատմում։ Ուրեմն էլի երևի նույն թվականներն է, էլի 95-96 երևի թվականներն է ու էլի papan Մոսկվայում է աշխատում այնտեղ ու ուզում է տոմս առնի, որ մամային կանչի Մոսկվա։ Դե զանգում է պապիկին, ասում է սենց դե պապիկը բարձր մերժում է, ասում է չէ, ստատուս չկա դե։ Օֆիցիալ ստատուս չկա։ Հա, մի խոսքով երկար համոզում է ու դե վերջում ասում է մի պայմանով, եթե Կրիստինան է հետը։ Կրիստինան է հետը։ Մոքոյն է։ Ինո փուչուրին է։ Դե papan ասում է հարց չկա, Ռուբեն Աշոտիչ։ դեռ դու Հովոն միասին չեք։ Դեռ ամուսնացել Երկու եղբայր ամուսնացել են երկու քույրերի հետ։ Երկու եղբոր հետ են ամուսնացել։ Ու ասում եմ հարց չկա Ռուբեն Աշոտիչ, պայմանավորում են իրար հետ որ պետքա գնան, դե papan հետ գնում է այրոպորտ որ դիմավորի ու տեսնում է այրոպորտից դուրս են գալիս հորքուրս մաման իրա մաման Արամ պապայիս դուրս է գալի հորքուրս բանը մաման իմոն ընդեղ ու ես ենթադրում եմ այդ պայսկան պապայի համար այդ շատ sense օրիգինալ շուբա էր, հերվից երևում էր։ Արամը տեսնում է, որ Աննա Ալեքսեևնան անել է։ Բայց դու չկա։ Օսմանել է, էլի։ Սարեկել է բաց։ Այս պատմությունը ես չեմ։ Շորտին տալիքը Արամը մտածել ավելավեր ես գնայի Երևան։ Շատ լավն է։ Ռոբ եթե էլի հիշես։ Իրանց հարաբերությունները շատ դե մենք մեր աչքի առաջ են հարաբերությունները կայացել, այսպես ասեմ։ Արամը եղել է բակի տղաներից, բայց համառ տղա է եղել, որ կարողացել է ձեզ դիմանալ։ Որովհետև ինքը սիրահարված էր երկար տարիներ եւ մենք նույնիսկ այդպես զավեշտ էր բոլորս ցիցաղում էինք, որովհետև ինքը չեր էլ թողում որ Թութուշին ուրիշ ինչ որ մեկը մոտենար կամ ինչ որ մի զգացմունք արտահայտեր։ Շատ լավ հիշում եմ մի անգամ մենք իմացանք որ էլի թաղի տղաներից ինչ որ մեկը հավանում է Վարդուհուն ու մենք բոլորս զարմացել էինք որ այդ լուրը մեզ հասել է ու ոնց Արամը այդ լուրը չի կասեցրել մեզ համար դա շոկ էր եւ իրենց հարաբերությունները շատ տենց բուրըն է բուրըն զգայական եւ խառնիճահանջ ինչ-որ սենց հարաբերություններ էին քանի որ շատ փոքր հասակից էր ոնց որ սիրահարվել Արամը Վարդուհուն ու Արամ ասում էր այ մարդ ես որտեղ գնում եմ սաղ ձեր բակի երեխեքը գալիս որ պետք է դուս գային մանգալու մենակ չէր գնում մի 20 երեխա Թութուշի Մարուշի Արամ եկել է գնացինք Մարուշները տենց բաներ անում երբ որ Թութուշի փորձերն են լինում իրանք 20-30 հոգով գալիս էին համերգը պատրաստ էր ու տենց երբ որ հանկարծ իսկ նրանք շատ հաճախ էին տենց վիճում ու չգիտեք երիտասարդները հա Փոքր ժամանակ զարմանում ենք, բայց համարվում ինչ-որ բաներ դուր չի գալիս, երիտասարդ աղջիկ, հայտնի, վերջը։ Ես շատ հաճախ տենց մնում էինք մեկս մյուսի տանը և հերթական անգամ լծվել ենք գիտոյենց մոցայդ նավահասեով հատետ սենյակում, փորձում ենք քնենք երեքով մի անկողնում, Թութուշ Արամը ինչ-որ տենց բան ա եղե ու լսում ենք Թութուշ Բակից? Պատուհանի տակ Մենք պատուհանից նայում Թութուշ Արամ նայք Չեմ ուզում տենամ Թութուշ հեռախոս չկար են ժամանակ Ինչ հեռախոս լավ էր որ հեռախոս չկար Հեռախոս չկար ինքը ամբողջ գիշեր այդ քարի վրա նստում էր
Չէր թողում եք չի մենք քնեինք։ Բայց Թութուշը քնում է Թութուշ։ Ու ամբողջ գիշեր այդ այնց համառորեն Արամը կնստեր այդ քարի վրա, միջև որ իհարկե Արամը ասում մի հատ քիչնես դու, չէ իհարկե գիշերով ինչ իշն է։ Բայց պատասխանում էր, ասում էր գոնե չէ։ Չէ, մաքսիմում պարկաստեղից են ծրանում։ Գնատուն, չեմ գալու, գնատուն։ Ու մենք չէինք կարողանում գնենք, բայց Արամը համառորեն համարել լուսացնում է։ Ռուբոշ, դու մեծ սիրո ու կրքի ծնունդ ես, ցավդ տան։ Այդ առումով, այո, դրա համար մեծ սիրո այդ անխոս, որովհետև կազմել։ Ես այդ էի հիշում, որ մենք էլի հյուրախաղերից վերադարձանք, բավական ուշ էր, ու ասեց, իսկ Ռուբենը տատիկի հետ գնացել էր գյուղ հանգստանալու, ասեց Հանգստանալու։ Այդ չգիտեմ դու հանգստանում ես, թե հանգստանում ես այնտեղ։ Ասեց ես կարոտել եմ Ռուբոշին, ուզում եմ գնանք։ Ասում ենք դու բայց ուշ արի լուսացնենք առավոտյան կգնանք։ Չէ, ես Ռուբոշին կարոտել եմ, պետք է գնամ։ Արամը այդ պահին խնդիր էր եղել մեքենայի հետ չկար, ամուսինս վերցնում է իր պապայից մեքենա, առաջին անգամ իր կյանքում գնում ենք հասնում ենք գյուղ։ Գնում ենք հասնում ենք գյուղ քանդած ճանապարհներ, ջարդուխուրդ, մի կեր մոտենում ենք, ասես մեկ է գմ, մեքենան կանգնում է։ Այդ գիշերը։ Գիշերը, արդեն մութ է։ Հասել ենք, մոտեցել ենք, ջարդվեց մեքենան, մենք մնացինք այդ ճանապարհին, դե ինչ անենք, մենք երկու աղջիկ ենք, իրանք երկու տղա են, իմ ամուսինն է, Արամն է, ոչ բան չենք կարանենք, ասեցին լավ եկեք ոտով գնանք գյուղ, օգնություն կբերենք ու բան տենց։ Սաղ ճանապարհ պատկերացնում եք, չէ, ինչ ենք իրեքով Թութուշին արել, վայ Թութուշ քոս, ասենց ասինք առավոտը, այս կոմ վերջը հասանք, ինքը Ռուբոշին գրկեց, մենք նստեցինք լավ, կերանք, խմեցինք, ամեն ինչ արեցինք, տղամարդիկ գնացին, այնտեղ ինչ որ պետք էր արեցին, կանչեցին էվակուատոր, մեքենան հանեցին այդտեղից։ Ուզում եմ ասեմ, իր էմոցիաները մի շատ ծայրահեղական են եղել։ Շատ ֆանատիկ մամա էր։ Միջին բաներ, հա, տենց չի սիրել։ Ինքը մամա էր, սենց մամա էր, ինքը երգչու էր, ինքը այդ տենց ինքը կարար գիտոն իզնից լավ գիտի, ինքը կարար ժամերով տանա այդ իր այդ սաները, որի մասին։ Մի նոտայի վրա։ Մի նոտայի վրա, ինքը կարար մի քանի ժամ այդ նոտան երգեր։ Ուզում էի սենց մի բանով կայցի պատմությունները ման է։ Մեզնից լավ էր պատմում, հիշեցնում, ինքը բոլորի պատմությունները գիտեր ու միշտ պատմում էր ու միշտ ուրախ էր։ Ու ավելի լավ էր պատմում, մի անգամ էլի այն ժամանակներս այն ժամանակվա բոլոր հումորային ծրագրերի առաջին պիլոտին, այո, Թութուշին էին կանչում։ Հենց Վարդուհուն էին կանչում, որովհետև շատ սենց այդ էներգիան այն ժամանակվա հիմա էր։ Իսկական է, տաքսու վարորդի կերպարով։ Ասենք թե օրինակ ուշ ժամ է եւ երթուղայինի մեջ, ձեր ավտոմեքենայի մեջ տեղ չկա։ Այսպես նստած են։ Այս մեկը մյուսի վարատնի այս պահին։ Մեկը մյուսի գրպանում նստած է։ Եվ կանգառում կանգնեցնում է մի տարեցկի։ Ու տեղ չկա։ Նախ առաջին կանգնում եք եւ երկրորդ ինչ եք անում, եթե կանգնում եք։ Անպայման կանգնում եմ, ոնց բարձրագույն կրթություն ունեմ, հարգանքս դաստիարակություն։ Կանգնում եմ անպայման, բայց այ ըստեղ այդ կրթությունս, դաստիարակությունս էլ ինձ խանգարում է տղա ջան։ Ոչ ոք չի զիջում, ստիպված ես եմ տեղս զիջում։ Ռապատատի-պիտի-տա-պիտի-տա Տարատեյրի-դամբդի-դա Ձեր ծափարությունները հոպար և տատի Ավարտեց թարսպես հաղորդման առաջին անդրանիկ հաղորդումը, թե ինչ քաղեցինք այս հաղորդումից դատեք ինքներդ։ Թող ամեն ինչ լինի թարսի պես, բայց միշտ ունենա բարի ավարտ։ Հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Step by Step գրուպը, որը միավորում է մի շարք բարձրակարգ շինարարական նախագծեր։ Նրանց նախագծերից են Step Construction-ը եւ Շուշի Palace-ը։ Ընկերության նպատակն է հաճախորդին հանձնել պատրաստ, մտածված եւ բարձրորակ վերջնական արդյունք առանց ավելորդ հոգսերի։ Իրականացնում է առանձնատների, բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների, ինչպես նաև բնակելի, հասարակական եւ արտադրական նշանակության տարածքների շինարարական աշխատանքներ։ Այնպես որ դիմեք եւ ձեռք բերեք ձեր բնակարանը Շուշի Palace թաղամասում, իդեպ շատ քիչ բնակարաններ են այնտեղ մնացել։ Քայլ առ քայլ դեպի հուսալի ապագա։ Step by Step Group
Լուբոյ այդ էքսպերիմենտալ կամ ինչ որ Հայ TV-ի ժամանակներով են բոլոր էքսպերիմենտալ հումորային ու հավես բաները Թութուշով էին անում։ Մի անգամ ժողով էր այստեղ, հիմա նոր եմ հիշում։ Դե վախենում էինք Արտուր Գրիգորիչից, որովհետև պիտի ամեն ինչ իդեալական արվեր, դրա համար այսօր իրան էլ անչափ շնորհակալ ենք այս արդյունքը, որ մենք ունենք, ու այս կյանքը, որ մենք ունենք, իր մեծ լուման է մեր բոլորի կյանքում։ Ժողովի ժամանակ դե ինքը, որ բարկացած էր լինում, նախ գիշերը քնում էր, ներողություն, ցերեկը քնում էր, գիշերը զարթում էր, 4 ներկայացում, համեր, դրանից հետո փորձ։ Լսի, այս աթոռների վրա էինք ապրում։ Մենք ցերեկը չէինք քնում, գիշերն էլ էլի չէինք քնում։ Էլի չէինք քնում, էդ եմ ասում։ Ու ինչ է ասում։ Ու հիմա ես ուզում եմ դատի տալ։ Մամեին որպես իրավահաջու, ու հիմա ես երվայնացել եմ ուզում եմ դատի տալ։ Ժողովը հիմա բոլորս նստացենք, դե մենք էլ տղաների մոտ ամաչում ենք, ինքը որ ինչ որ բաներ ունենում ասելու, ասում էր այդ բանը, որտեվ մենք շատ հարազատ էր մեզ ընդունում իր երեխաների նման, ու ինքը ոնց կասի հայրը երեխուն չէր մտածում, որ սա կնեղանանա, շատ պետք էր, կարևորը գործը լավ լիներ, ու գալիս էր հերթով տղերքին։ Մենք միշտ վերջում էինք, ես Թութուշը Զարան եմ վերևում էինք նստում, որ վերջում գոնե մեզ հասնի։ Այս էս ձեռքներս վերջում ենք նստում, որ բոլորի թակուն գաղտնի այս էս իրար ձեռք ենք բռնած, եկավ, ասեց, միմիկա չկա դեմքին, չես հասկանում, մի լավ բան ասում, լավ բանն էլ ասում, ուզում ես հասկանաս, մի լավ բան ասես, թե չէ էս մարդը, հերթը եկավ, հասավ, ասեց, Թութուշ, как всегда на высоте, Ալյոշն էլ ապրի, աշխատում է, թատրոնը պահում է, այդ ժամանակ ես ու Արամ Ավագյանն էինք շատ ելույթների այն վատ տարիներին էր։ Ու անցավ, Զարային գովեզբան, սենց անցանք։ Ես լավ եմ զգում։ Անցավ, գնացի տուն ամբողջ գիշեր մենք ապրում էինք, չէինք քնում, մտածում ու ապրում էի երկի թատրոնով։ Ասի չհասկացա։ Это չի հալան աշխատի թատրոնը պահի։ Թութուշը как всегда на высоте։ Գալիս եմ, բարձրանում եմ երրորդ հարկ։ Թութուշը դե Արմինեի Գայանեի մոտ կադրերի բաժնում է, ես ներս եմ մտնում, ինքը դուրս է գալիս, ու որ ինձ տեսնում է, դե ուղնուցուցով գիտեր ես այդ բային ինչ եմ մտածում, հիմա տեսավ, ասեց, չասես, հիմացի ծաղում եմ, ասի չէ ասելու եմ, ասպա, բայց ինչ, ասպեմ դու գիտես, էդ ինչի, ասպա թե չէի մտածել, որ դու մյուս օրը, մի անգամ էլի նման ժողով էր, բայց լավ չղայնացած էր, էլի հերթը մեզ հասավ եկավ, լսի, իսկապես է, որ ասպա, սառում էր արուններ, ասպա, մի վատ բաներ չասի ես երեխեքի մոտ, Գրիգորիչը մեկ էլի Թութուշի հետ ձեռքս բռնացես, նստացենք, ասեց, ты самородок, անցավ, Աչի դարի իմացի, նոր եմ եկել թատրոն, յուղից самородок է ուրիշ բան ասեն, Սոնա, самородок չեմ ֆիքսել, ասում եմ, Թութուշ, ես ինչ, չհասկացեմ, մի գովեց, բան ասի, Թութուշ, самородок-ը ինչ ասեց, Ակիսուս լավ բան ասե, Այդ ժողովի վաղտեր, որ նարսիս էր ասել։ Ում էր ասել։ Գրիգորյան ասելի, որ անցկացել, սաֆարը կողքնած, հագիստեղի ծաղի կակ։ Սաֆար ինչ ես որ Անուններ է բաշկը, Գրիգորիչը։ Իդեպ Արսենից խոսեցին Գրիգորյան, հիշեցի, որ Թութուշի հետ Ամերիկայում շատ էինք սիրում այդ ամերիկյան ատրակցիոնները ու բոլոր հնարավոր վախենալու բաները նստում էինք ու Թութուշին իբր papan ինձ վստահում էր Թութուշին որ ապահով լինի, ինչ ապահով գնա, բայց ես վախ չունեի, ինքն էլ բնականաբար, իսկ Արսենը շատ վախենում էր ու կյանքում չէր նստել ու դա էր Թութուշին պետք, որ մի հատ հետևեինք, ասես արի խափենք, ասենք, որ սովորական բանը, այսպես չի պտտվում 360 աստիճան եւ այլն, խափեցինք Արսենին, գնացինք նստեցինք, իդեպ այդ ֆոտոն ունեմ ատրակցիոնից, կարծեմ, որտեղ Արսենը այսպես ողեցած ես Թութուշը շատ խնդում եք, այսինքն չարաճճիությունը իր մեջ չանցավ, էլի։ Չէ։ Մինչև վերջ բոլորին։ Մինչև վերջ։ Բայց նաեւ այսպես մեջ կընկեր էր բոլորին, այս ես հիշում եմ, որ Անդրեին օրինակ
կամ Պեպելյանին հանում էր թատրոնի ժամանակ ինքը բոլորին հետ բերողներ, այսինքն փորձում էր հաշտեցնել եւ պատահական չի մանեջան կներես որ իր հեռանալուց հետո երևի թե ամենաշատ երգերը նվիրված հիշատակին երևի թե Վարդուհին Ասպարանյան որ 13 նվիրված այսինքն իր բոլոր երգիչ երաժիշտ ընկերները ուզեցել են ինքը այնքան լավ ընկեր ա եղել իրանց որ ուզեցել են հենց երգի ձևով ինչ որ մի ձև արտահայտվել եւ շատ քիչ ա լինում երբ 20 տարի հետո նորից պատրաստվում ենք համերգի նորից իրան հիշում ենք ծիծաղով սիրով երևի այդ մասին շատ մեծ բան կա թողած Գիտո պատմի ինչ համերգ ա լինելու երբ ա լինելու Հոկտեմբերի 7-ին նախատեսվում է մի շատ գեղեցիկ միջոցառում Ադանա կոմպլեքսում շատ հետաքրքիր ֆորմատով է լինելու մեծ սերունդը եւ նոր սերունդը ավետ ներկայացրել խաչվելու են հա շատ հետաքրքիր կերպ որ այսինքն սերունդ որին Թութուշը անգամ երբ չի ճանաչում չի տեսել իր կենթանության օրոք իր օրգանիզմով, իր շնորհքով լինելու է անցկացնելա Թութուշի երգերը ու ներկայանան, բացի դրանից իհարկե մերոնք բոլորն են լինելու, ովքեր Թութուշային սերունդն են Վարդու սերունդը։ Այսինքն եւ Թութուշի ընկերներն են լինելու եւ այսօրվա նոր երիտասարդ որ Արունը շրջանառվի երգերի, քանի որ Վարդու երգերը իսկապես շատ քիչ է լինում որ մարդու հեռանալուց հետո այդքան երկար դա եւ ընտանիքի եւ հիմնադրամի եւ ընկերներիս նաեւ փառք ու պատիվ որ դա տեղի է ունենում ու հետաքրքիր միքս ա լինելու որ մենք ամեն ինչ փորձել ենք Վարդու հեռանալուց հետո համերգային չգիտեմ իր երգերը դուետներով երգերը այս ամեն ինչը եկել է հանգելա նրան որ 20 տարի հետո իր հեռանալուց մենք շատ էլի լուսավոր շատ առանց ծանրացնելու հետաքրքիր երաժշտական այդ նախագիծը ներկայացնելու ենք շատ հետաքրքիր տեղում Երևանից դուրս եւ շատ գեղեցիկ վայր է գեղեցիկ վայր է եւ կարծում եմ որ հանդիսատեսին էլ այդ ծրագիրը շատ դուր կգա որովհետեւ ես ավելի քան վստահ եմ որ լինելու են երգեր որոնք իրենք լսելու են ու ասել են վայ այս երգն էլ է Վարդու երգացանկից այսինքն եւ զարմանքը եւ հետաքրքրությունը այս ծրագրի մեջ հենց միաձուլված են լինելու եւ ամենակարևոր պահերից է սկսվել է կրիվը, ով որ երգն է երգել, բայց ամենահետաքրքիր պահերից նաև լինելու է այն, որ Ռուբենն է ունենալու բավականին լուրջ մասնակցություն այդ ծրագրում, որովհետև Ռուբենը եւ ստեղծագործում է եւ երգում է եւ նվագում է եւ այդ համերգային ծրագրում ինքը արդեն եւ իր երգով է հանդես գալու բայց այս շատ կարևոր փակագիծ է ես կարծում եմ որ այս փակագիծը կարելի է բացել էքսկլյուզիվը մեզ մոտ այո այս էքսկլյուզիվը մենք այսօր տենց հրամցնում ենք ձեզ որովհետեւ ինձ համար սա շատ կարևոր պահ է որովհետեւ մենք ունենք մի տեսահոլովակ, որտեղ 4 երգչուհի է, ես եմ, Ալան է, Վարդուհին է եւ Գոգան է, որտեղ մենք երեխաների հետ ենք։ Եվ Ռուբեն այդտեղ ուներ, ամենամեծը Ռուբենն էր եւ ինքը ուներ իր փոքրիկ հատվածը, որտեղ Վարդու հետ երգում էր։ Եվ ես շատ լավ հիշում եմ, թե ոնց էր Վարդուհին այդ պահը ուրախ եւ երջանիկ ձևով ոնց որ մատուցում եւ միշտ ինքը հույս ուներ որ Ռուբենը մի օր հայտնվելու է բեմում եւ ես անչափ ուրախ եմ որ այդ օրը ոչինչ որ այսքան տարիներ հետո բայց այս երազանքը դառնում է իրականություն եւ Ռուբենը հուսով եմ որ մեզ ավելի հաճախ կզարմացնի իր երգերով ես եմ հույսով Ռուբ շատ ենք սպասում իսկապես փոքրիկ Վարդուհին այո դա է ուզում հարցնել փոքրիկ Վարդուհուց պատմենք Վարդանյան Վարդուհի արդեն այդ անունը կրող անձը կա ու դա աստված իր տատիկի լուսավորորնությամբ շարունակի ունի սլուխ ունի շատ լավ ձայնային տվյալներ ունի արդեն այս հասակից Չեմ կարողանում ասել տատիկին եք հաշել, չէ՞։ Չէ, Թութուշը մեր ընկերն է, ջահել, հա, ինքը տատիկի։ Վարդուհի չենք կարողանում ասել։ Վարդուհի չենք կարողանում։ Բայց կարող եմ մի օր Վարդուշոկն է երգի։ Անոնք սիրում ենք, գնում համատում դաշնամուրը մենակով բացում նվագում։ Ուզում ենք նույնիսկ ինքը ունենար հատված համերգ, բայց շատ փոքր է, մի քիչ բեմի վրա մի քիչ փոշմանի հատված գնա։ Բեմի վրա փոշմանի հետ գնա։ Մի փոքր հատված ունենալու է
Դա գտողենք sense անակնկալի պահով։ Կարծում եմ տոմսերը սա ասեցիք, ձեզ մնում մենակ գաք։ Տոմսերը կլինեն վաճառքում հուլիսից։ Իդեպ շատ մեծ կազմ է համախմբվել այս համերգի շուրջ, նաև երաժշտական մաս, այո, կենթանի նվագակցություն է լինելու, Մուրզոն է ամենբան, ղեկավարում նաև Արարատորոսյանը։ Նաև Արմենը Մարտիրոսյանը, մի խոսքով, համեցեք։ Հրաչ Քեշիշյանը, նույնպես բաղում է ռեժիսորը, բոլոր ընկերները, այո, Հրաչ Քեշիշյանը, Վարդուն չեք ճանաչել, դուք կարող եք որպես համերգային լավ ծրագրի ներկա լինել ու ճանաչել Վարդուհուն, թե ինչքան մեծ ազդեցություն է ունեցել մենակ Սոնա Ռուբենյանի պես աշակերտուհի ունենալը եւ երկարվեստին էս հրաշքին պարգևելը արդեն մեծագույն հաճույք է ու ինքը լավ մարդ, լավ ընկեր, լավ դասավանդող նաեւ իր տաղանդը կարողացավ չեմպիոն, հա։ Նոր էր վերադարձել, առաջին Grand Prix-ներ բերել, փոքր էինք, այս կողքը ինչ է։ Չէ, միշտ այդտեղից ինչ որ գնում էինք, բաներ էինք առնում, արագ դեստեղ էինք ապրում, ամենամոտ տեղը էդ էր, բան ուրախ եկավ ասում ինչ ճանաչեցին, ասեցին, էս են չեմպիոն երկրի։ Հասկանում ես, ամենաշատ մրցանակներ բերած, ամենահրաշալի ու շատ sense մանկական համացանցում, որ երբեմն հանդիպում եմ, այսինքն շատ եմ հանդիպում կոմենտներում, շատ լավ կոմենտներ են միշտ գրվում եւ հասկանում եմ, որ գրողները այն սերունդն են, որ այդ ժամանակ կամ 3-4 տարեկան են եղել, այսինքն գիտակից չեն եղել ու հիմա լսելով ամեն դեպքում հիշում են ու սիրում են երգերը եւ երևի թե դա դրթեց մեզ, որ հենց այս ֆորմատով անենք, հա, որ մի մասը այն երգիչ երգչուհիներն են, ովքեր որ չեն առնչվել Վարդու հետ կյանքի օրոք եւ մյուս մասը արդեն ընկերներն են, մեզ բոլորիս շատ սիրված երգիչ եւ երգչուհիները։ Հոկտեմբերի 7-ին բոլորս կլինենք Ադանա կոմպլեքսում Թութուշի Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգին։ Ես ավելի շատ ուզում եմ այն բոլոր երիտասարդները, որոնք չեն հասցրել լսել, ճանաչել Թութուշին, անպայման հնարավորության դեպքում փնտրեն համացանցում, լսեն Թութուշին, ճանաչեն ու նաև լսեն իհարկե իր երգերը, որովհետև մարդ ապրում է այնքան, որքան լսում են նրան ու հիշում։ Մենք բնական է հիշում ենք, բայց դա այն բառ անհատականություններ հայկական երգարվեստում ու պետք է դեռ շարունակեն հաջորդող սերունդները նույնպես լսել ու սիրել։ Շատ կարոտել ենք քեզ, Թութ, շատ սիրում ենք քեզ, շնորհավոր ծնունդդ։ Ու մի օր ես երկնքում չգիտեմ, որ վալյուտանա, բայց ես այդ $50 մի օր հետո կվերցնեմ քեզնից ասեմ։ Ես պարտքով կտամ, ցավը տանեմ, հետո դու կտաս ինձ Թութ ջան։ Շնորհավոր ծնունդդ։ Ձեռքը դուր ու